Մի տոնակատարության գիշերից հղի մի կին, կործանված ամուսնության մեջ խրված, հայտնաբերում է, որ իրը պատրաստվում է ընդմիշտ փոխվել։ Տուն վերադառնալով անսպասելիորեն նա բռնում է ամուսնուն կործանարար դավաճանության պահին։ Ցավից լցված նա փախչում է անհայտի մեջ, ստանալով մի հաղորդագրություն, որը նրան կտանի արդարության բացահայտումների ճանապարհով։ Տարիներ շարունակ թաքնված ճշմարտությունը վերջապես կհայտնվի, բերելով իրեն նոր սկիզբի հնարավորություն։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք, խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Վարդավառի տոնավաճառի գունավոր լույսերը լուսավորում էին Կոնդի փողոցները հունիսյան այդ գիշեր։ Մարիամը դանդաղ քայլում էր սննդի արհեստագործական տաղավարների միջ, մի ձեռքը հենած 6-ամսյա որովայնին, մյուսը բռնած գնումների պայուսակը, որը գրեթե ծանրություն չուներ, ղափաման սառչում էր թղթե տոպրակի մեջ, բայց նա քաղց չէր զգում։ Ժպտալը դարձել էր ավտոմատ սովորություն, դիմակ, որը նա կրում էր ամեն առավոտ տնից դուրս գալուց առաջ։ Հարանները մեկնաբանում էին, թե ինչպես էր նա շողում հղիության ընթացքում։ Ընկերուհիներն ասում էին, որ Ռաֆայելը պետք է 7-րդ երկնքում լինի իր առաջնեկի գալուստով։ Մարիամը համաձայնում էր, գլխով անում, շնորհակալություն հայտնում գովեստների համար։ Ներսում նա զգում էր դատարկություն, որն աճում էր ամեն օր, երաժշտությունը տիրում էր քարե լանջերին։ Դուդուկահարներ նվագում էին ու լախ պարեր, մինչ զույգերը պարում էին շրջաններով, երեխաները վազվզում էին ձեռքներին դրոշակներով, խորոված քյութայի գինու բույրը կախված էր երանյան խոնավ գիշերվա օդում, երանը տոնում էր, բայց Մարիամի սիրտը կապարի պես ծանր էր։ Նա կանգ առավ փայտե արհեստագործական տաղավարի դիմաց, ծածնելով, թե հետաքրքրված է փոքրիկ դեկորատիվ խաչերով։ Վաճառողուհին, մոխրագույն մազերով լայն ժպիտով մի տարեց կին, առաջարկեց ձեռքով փորագրված մի իր, սա պաշտպանություն է բերում, աղջիկս։ Նայիր խաչի մանրամասներին, իմ հանգուցյալ ամուսինն է այս տեխնիկան սովորեցրել իմ որդուն։ Մարիամը խաչը վերցրեց ձեռքը, այն նուրբ էր, ռելիեֆային մանրամասներով, որոնք կենտրոնական խորհրդանիշի շուրջ ճառագայթներ էին կազմում։ Այդ նկարում ինչ-որ բան նրան ծանոթ թվաց, բայց նա չկարողացավ հասկանալ, թե ինչ։ Նա քաղաքավարի շնորհակալություն հայտնեց, վերադարձրեց իրը։ Նա այնտեղ չէր հուշանվերներ գնելու համար, նա այնտեղ էր, որովհետև այլս չէր կարողանում մնալ տանը միայնակ սպասելով, որ Ռաֆայելը կվերադառնա հերթական գործնական ուղղորությունից, կամ արդյոք դա իսկապես գործնական էր։ Վերջին ամիսներին ամուսնու բացակայությունները չափազանց հաճախակի էին դարձել, որպեսզի լինեին միայն մասնագիտական։ Նա Ռաֆայելին ճանաչում էր համալսարանական տարիներից, նա հավակնոտ, խելացի երիտասարդ էր, միշտ շրջապատված նախագծերով, գաղափարներով։ Երբ նրանք սկսեցին հանդիպել, նա արդեն աշխատում էր նրա հոր շինարարական ընկերությունում, Կոստանյան շինարարական ընկերություն, որը Արարատի մարզի ամենահարգվածներից էր։ Վահան Կոստանյանը, նրա հայրը, ներուժ էր տեսել երիտասարդի մեջ նրան։ Ընդունել էր որպես տաղանդ, որը պետք է մշակվեր։ Ռաֆայելը ցուցաբերում էր երախտագիտություն, նվիրվածություն, սովորելու ցանկություն։ Ժամանակի ընթացքում նա ձեռք էր բերել պատասխանատվություններ, պաշտոններ, վստահություն։ Վահանն ասում էր, որ նա որդու պես է։ Մարիամը սիրահարվել էր նրա վճռականությանը, այնպես, ինչպես նա այդքան վստահությամբ էր նայում ապագային։ 3 տարի անց նրանք ամուսնացան գեղեցիկ արարողությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Վահանը հուզմունքից լաց էր լինում, իր դստերը փեսային հանձնելով։ Արիամի մայրը, Սիլվան, մայրական ջերմությամբ գրկեց Ռաֆայելին։ Ամեն ինչ կատարյալ էր թվում։ Ամուսնության առաջին տարիները երջանիկ էին։ Ռաֆայելը առաջ էր գնում ընկերությունում, Մարիամը ավարտում էր ճարտարապետության իր ասպիրանտուրան։ Նրանք ապրում էին հմայիչ տանը կենտրոն թաղամասում, Սանա լճի տեսարանով, նրանք պլաններ էին կազմում, ճանապարհորդում, միասին երազում, ապա Վահանը հիվանդացավ, դա արագ էր, անսպասելի, 1 տարուց էլ պակաս ժամանակում ընտանիքի հայրապետն այլս նրանց հետ չէր։ Հոր բացակայությունը անցք էր բացել Մարիամի կյանքում։ Վահանը միշտ եղել էր նրա ապահով ապաստանը, նրա խորհրդատուն, նրա ամենամեծ խրախուսողը։ Երբ նա հեռացավ, Մարիամն իրեն աննպատակ զգաց, Ռաֆայելը փորձեց մխիթարել նրան, բայց նա նույնպես պայքարում էր իր սեփական ցավի ընկերությունում նոր պատասխանատվությունների հետ։ Վահանն ամեն ինչ շատ լավ էր կազմակերպել։ Կոստանյան շինարարական ընկերությունը կմնար խորհրդի կառավարման ներքո, բայց Ռաֆայելը կլիներ գործադիր տնօրենը։ Մարիամը կժառանգեր մեծամասնական բաժնետոմսերը, երբ լրանար իր 30 տարին, կամ երբ ունենար առաջին երեխային, դա ընկերությունը ընտանիքում պահելու միջոց էր, բայց նա Ռաֆայելի աշխատանքը ճանաչելու, Վահանի հեռանալուց հետո Մարիամը նկատեց ամուսնու վարքագծի նուրբ փոփոխություններ, նա սկսեց ավելի ուշ աշխատել։
Ճանապարհորդությունները, որոնք նախկինում հազվադեպ էին, դարձան շաբաթական, հեռախոսազանգեր, որոնց նա պատասխանում էր մեկ այլ սենյակում, հաղորդագրություններ, որոնք նա արագ կարդում ջնջում էր։ Մարիամը փորձեց խոսել, բայց Ռաֆայելը միշտ հիմնավոր բացատրություն ուներ՝ կարոր։ Հաճախորդ Գյումրիում, շտապ հանդիպում Վանաձորում, զգայուն պայմանագիր էջ միացնում, նա ուզում էր հավատալ, պետք էր հավատալ, նա հղի էր խոցելի, դեռ զգում էր, նա ուժ չուներ դիմագրավելու այն ճշմարտությանը, որն արդեն կասկածում էր իր սիրտը։ Այդ գիշեր Ռաֆայելն ասել էր, որ մինչ հաջորդ օրը կլինի Դիլիջանում, ներդրողների հետ հանդիպում։ Մարիամը որոշեց տնից դուրս գալ, որպեսզի չտանջվի մռայլ մտքերով, Վարդավառի տոնը Կոնդում կլիներ շեղում, բայց դա չէր աշխատում, ամեն մի զույգ, որին տեսնում էր, սերտ պարեր պարելիս հիշեցում է այն մասին, թե ինչ էին իրենք Ռաֆայելը մի օր, երեխայի ամեն մի ծիծաղ հիշեցում էր այն երեխայի մասին, որին նա կրում էր իր որովայնում, այն անորոշության մասին, որը նրան սպառում էր, նա նայեց ժամացույցին, երեկոյան 9:30 էր, որոշեց վերադառնալ տուն։ Դանդաղ իջավ լանջերով, խուսափելով ուրախ խմբերից, որոնք բարձրանում էին դեպի տոնը, 20 րոպե անց տաքսին նրան իջեցրեց տան դռան մոտ, փողոցը լուռ էր, լուսավորված միայն սյուներով լիալուսնով, որը փայլում էր լճի վրա։ Մարիամը բանալին դրեց կողպեքի մեջ ներս։ Մտավ, հյուրասենյակը մթնշաղում էր, նա զարմացավ, միշտ մի քանի լույս էր թողնում միացված, երբ գիշերը դուրս էր գալիս, նա բարձրացավ աստիճաններով դեպի ննջարան, հենց այդ ժամանակ էլ լսեց ձայներ, ծիծաղներ, մի կնոջ ձայն, որը նա անմիջապես չճանաչեց։ Ռաֆայելի խորը ձայնը, արյունը սառեց նրա երակներում, ամեն մի աստիճան, որ բարձրանում էր, ավելի ծանր էր թվում, քան նախորդը, երկրորդ հարկի միջանցքը լուսավորված էր ննջարանի դռան տակից եկող լույսով, նրա ննջարանի դուռը, նրանց ննջարանի դուռը։ Մարիամը կանգ առավ դռան։ Դիմ ձեռքը դողում էր, երբ դիպավ բռնակին, նա խորը շունչ քաշեց, հրեց, նրա արջի տեսարանն անիրական էր թվում, կարծես վատ ֆիլմ էր դիտում։ Ռաֆայելը նստած էր անկողնում, վերնաշապիկը կիսաբաց, նրա կողքին կարմիր զգեստով մի կին հարդարում էր իր երկար սմազերը, Իզաբելլա Հարությունյան։ Մարիամը նրան ճանաչում էր, նա շինարարական ընկերության մարքեթինգի նոր տնօրենն էր, 6 ամիս առաջ ընդունված, երիտասարդ, հավակնոտ, գեղեցիկ։ Միշտ շատ օգտակար Ռաֆայելի հետ հանդիպումներում, միշտ ռազմավարական ժպիտով շուրթերին, Ռաֆայելը բարձրացրեց աչքերը, տեսավ նրան, մեկ վայրկյանով զարմացած թվաց, ապա ինչ-որ բան փոխվեց նրա արտահայտության մեջ, դա զղջում չէր, դա ամոթ չէր, դա գրգռվածություն էր։ Իզաբելլան չշարժվեց, պարզապես խաչացեց ոտքերը, նայեց Մարիամին, մարտահրավերի բավարարվածության խառնուրդով, կարծես սպասում էր այդ պահին, շուտ ես վերադարձել, ասաց Ռաֆայելը, վեր կենալով անկողնուց, նրա ձայնը սառն էր, հաշվարկող, Մարիամը չէր կարողանում խոսել, բառերը խեղդված էին կոկորդում, այն օդի հետ միասին, որը չէր կարողանում լիովին ներշնչը։ Որովայնը երբեք այսպես ծանր չէր եղել, երեխան շարժվեց նրա ներսում, կարծես զգում էր ձավորվող փոթորիկը։ Դու ասացիր, որ Դիլիջանում կլինես, կարողացավ մրմնջալ նա, թույլ դողդոջուն ձայնով, պլանները փոխվեցին, պատասխանեց նա, առանց նույնիսկ ամենափոքր հույս ցուցաբերելու։ Իզաբելլան վերջապես վեր կացավ, հարթելով կարմիր զգեստը։ Նա մոտեցավ զարդասեղանին, վերցրեց պայուսակը, շարժվելով անհանգստացնող հանգստությամբ, նա անցավ Մարիամի կողքով, առանց խոսք ասելու, բայց նրա հայացքը խոսուն էր, այն ասում էր. Տիրապետում, ասում էր հաղթանակ։ Մարիամը լսեց նրա ոտնաձայները, որոնք իջնում էին աստիճաններով, դիմացի դուռը բացվեց ու փակվեց, նա մնաց միայնակ այն մարդու հետ, ով երդվել էր սիրել նրան մինչ վերջ, այն մարդու հետ, ով իր ազգանունով կրում էր այն վստահության բեռը, որը նրա հայրը դրել էր նրա վրա, այն մարդու հետ, ով այժմ նրան նայում էր, կարծես նա անհարմար խոչընդոտ լիներ։ Ռաֆայել, ինչ է կատարվում։ Նրա ձայնը խեղդված էր, բայց դրա հետում նոր ծնվող ուժ կար։ Ուժ, որը գալիս էր խորքից, նույն արմատից, որը նրան պահե լեր, երբ կորցրել էր հորը, նա ձեռքը տարավ մազերով, հոգոց հանեց, կարծես հոգնած լիներ ձանձրալի զրույցից։ Ինչ ես կարծում, թե ինչ է կատարվում, Մարիամ, կարծում ես, որ ես մինչ վերջ այս կյանքում էի մնալու, կապված քեզ հետ, այս տան հետ, այս օրինակելի փեսայի դերի հետ։ Բառերը դանակներ էին, յուրաքանչյուրը ավելի խորն էր կտրում, քան նախորդը։ Մարիամը հենվեց դռան շրջանակին, ոտքերը թուլացած էր զգում։ Ես քո երեխայի հղի եմ, եւ հենց դրա համար է, որ այս իրավիճակն անտանելի է, նայիր քեզ։ Մարիամ, դու նույնիսկ քեզ չես կարողանում հոգ տանել, ինչպես ես երեխա խնամելու, դու ապրում ես անցյալում, լաց լինելով հորդ համար, անկարող առաջ շարժվելու։ Նա զգաց տաք արցունքներ, որոնք հոսում էին դեմքով, բայց չմաքրեց դրանք։ Նա չէր պատրաստվում նրան բավարարություն տալ, տեսնելու իրեն կոտրված։ Դու ամեն ինչ պարտական ես իմ հորը, ամեն ինչ, ինչ ունես այսօր, նա է քեզ տվել։ Ռաֆայելի աչքերը մութ ինչ-որ բանով փայլեցին, հին, զսպված զայրույթ, նա մեկ քայլ արեց դեպի նա։
Ես ոչ ոքի ոչինչ պարտական չեմ, ամեն ինչ, ինչ ունեմ, ես երգ եմ բերել իմ քրտինքով, քո հայրն ինձ վերաբերվում էր որպես։ Նա չավարտեց նախադասությունը, բայց Մարիամը հասկացավ, բոլոր կտորները սկսեցին իրար համապատասխանել, ընտանեկան տոներին վատ թաքցրած հիասթափությունը, ավանդույթների ժառանգության մասին թթու մեկնաբանությունները, այն, թե ինչպես էր նա խուսափում Վահանի մասին խոսելուց նրա հեռանալուց հետո, Ռաֆայելը միշտ իրեն ստորադաս էր զգացել, միշտ իրեն համարել էր օտարական, ով պետք է ապացուցեր իր արժեքը, եւ այդ կարիքը վերածվել էր դառնության, Մարիամը մեկ քայլ հետ արեց, բնազդաբար պաշտպանելով որովայնը, Ռաֆայելը նկատեց. Շարժումը նրա մեջ ինչ-որ բան կարծես արթնացավ, հետաձգված գիտակցություն, հնարավոր է, բայց արդեն ուշ էր, բառերն արդեն ասվել էին, ճշմարտությունն արդեն բացահայտված էր, մերկ ու ցավոտ, նրանց միջ, Մարիամը դուրս եկավ այդ տնից, առանց ետ նայելու։ Նրա քայլերը չափազանց արագ էին 6-ամսյա հղի կնոջ համար, բայց նրա երակներում հոսող ադրենալինը նրան առաջ էր մղում, անձրը սկսում էր տեղալ, խիտ ու տաք, Արարատի մարզի ամառվան բնորոշ, մի քանի վայրկյանում նա թաց էր, բամբակյա զգեստը կպչում էր մարմնին, մազերը կպչում էին դեմքին, նա չէր մտածում այդ մասին, նա պետք է հեռանար այդ տնից, այդ մարդուց, այդ ցավից, նա քայլում էր առանց ուղղության թաղամասի փողոցներով։ Շուրջը լուսավորված տները կարծես այլ աշխարհի էին պատկանում, մի աշխարհի, որտեղ ընտանիքները միասին ճաշում էին, որտեղ ամուսինները քնքշությամբ համբուրում էին հղի կանանց, որտեղ խոստումները դեռ արժեք ունեին, Մարիամը զգում էր, որ ընկել է անդունդը չէր կարողանում գտնել հատակը, հեռախոսը թրթռաց պայուսակի գրպանում։ Նա անտեսեց այն, նորից թրթռաց, և նորից չորրորդ անգամ նա հանեց սարքը, հաղորդագրություններ Ռաֆայելից, ջնջեց չկարդալով, ևս մեկ ծանուցում, բայց այս անգամ ուղարկողը նրան ստիպեց կանգ առնել թաց մայթի մեջտեղում, Վահան Կոստանյան։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել, սա հնարավոր չէր, նրա հայրը նրանից հեռու էր ավելի քան 1 տարի, ինչպես կարող էր հաղորդագրություններ ուղարկել, դողացող ձեռքերով նա բացեց ծանուցումը, հաղորդագրությունը կարճ էր, բայց ամեն բառ ամպրոպի պես էր արձագանքում, եթե սա կարդում ես, նշանակ ում է որ գոյատել ես, փնտրիր լույսի խաչը, Մարիամը 3 անգամ կարդաց 4, 5, անձրն ավելի ուժեղ էր տեղում, բայց նա անշարժ էր մնում, այդ բառերը գրվել էին իր հոր կողմից, նա ճանաչում էր, թե ինչպես էր նա արտահայտվում, լույսի խաչ։ Որտեղ էր նա արդեն տեսել դա, ապա հիշեց, խաչը տոնավաճառի տաղավարում, լույսի ճառագայթները խորհրդանիշի շուրջը, բայց կարս մեկ տեղ, հոր գրասենյակը, նա պատին ուներ բրոնզե ցուցանակ, նույնական խաչով, նա երբեք չէր հարցրել իմաստը։ Եվս մեկ հեռախոս թրթռաց, ոչ իրենը, նա շուրջը նայեց, շփոթված, ձայնը գալիս էր հենց իր պայուսակից, բացեց կողային գրպանի կայծակաճարմանդը, մի հատված, որը երբեք չէր օգտագործում, ներսում կար հին բջջային հեռախոս, որը նա չճանաչեց, էկրանը լուսավորվեց մուտքային զանգով, անհայտ համար, նա վարանեց, ապա պատասխանեց, Մարիամ Կոստանյան, մյուս կողմի ձայնը տղամարդու էր, խորը, զգույշ, ով է խոսում, իմ անունը Հենրիկ Ալեքսանյան է, ես ձեր հորը ծառայող մասնավոր հետաքննիչ էի, նա ինձ վարձել էր մահից ամիսներ առաջ, թողել էր հրահանգներ, որ ես կապվեմ ձեզ հետ, եթե ինչ-որ կոնկրետ բան տեղի ունենա, նա զգաց, որ ոտքերը թուլանում են, նա մոտակա ծածկոց փնտրեց ապաստանեց անձրից, ինչպիսի կոնկրետ բան, Հենրիկի ձայնը հանգիստ էր, գրեթե հայրական, ձեր հայրը կասկածում էր ընկերությունում անօրինականությունների մասին, միջոցների յուրացում, խարդախ պայմանագրեր, տեղաշարժեր, որոնք չէին համապատասխանում պաշտոնական գրառումներին։ Նա սկսեց գաղտնի հետաքննել, երբ պարզեց, թե ով է դրա հետում, զգաց, որ վտանգի մեջ է, հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ եկավ, եւ ով էր դրա հետում, Ռաֆայել Ռաֆայելյանը, եւ Իզաբելլա Հարությունյանը, Մարիամը փակեց աչքերը։ Նրա զգացած սրտխառնոցը միայն հղիության պատճառով չէր, դա այն ճշմարտությունից էր, որը նրա վրա էր թափվում մութ երկնքի անձրի պես, իմ հայրը գիտեր, եւ ապացույցներ էր թողել, բայց նա շատ հստակ հրահանգներ էր թողել, նա չէր ուզում, որ դուք իմանաք, եթե իրական կարիքի պահին չլինեիք։ Այդ իսկ պատճառով նա ծրագրել էր այդ հաղորդագրությունը ուղարկել, եթե դուք արտակարգ կոդը ակտիվացնեիք, ես ոչ մի կոդ չեմ ակտիվացրել, հեռախոսը որ դուք բռնած եք, ունի կենսաչափական սենսոր, երբ դուք դրան դիպաք, ձեր սրտի բաբախյունը 120 զարկից բարձր էր 5 անընդմեջ րոպեից ավելի, համակարգը ավտոմատ կերպով ուղարկեց հաղորդագրությունը, ձեր հայրը ճանաչում էր ձեզ, Մարիամ, նա գիտեր, որ դուք այդ ծայրահեղ սթրեսի վիճակում կլինեք միայն այն դեպքում, եթե շատ լուրջ բան պատահած լիներ, նա արցունքների մեջ ընկավ, նույնիսկ հեռու, նույնիսկ գոյության մեկ այլ չափման մեջ, Վահանը դեռ հոգ էր տանում նրա մասին, դեռ պաշտպանում էր նրան, դեռ նրան պայքարելու գործիքներ էր տալիս, որտեղ են ապացույցները, մի տեղ, որին միայն դուք կարող եք մուտք գործել, շինարարական ընկերության հին պահեստը Շենգավիթի արդյունաբերական թաղամասում, ձեր հայրը դրա մի մասը վերածել էր գաղտնի պահոցի։
Բանալին ընտանիքի փաստաբան Կամիլա Սարգսյանի մոտ է, Մարիամը արցունքները մաքրեց ձեռքի հետով, անձրը նվազում էր, ինչ-որ հեռավոր տեղում աքաղաղը կանչեց ժամից շուտ, նա խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում։ Այդ փոքրիկ շարժումը, այդ փխրուն կյանքը, որը կախված էր նրանից, նրան ուժ տվեց, որը չգիտեր, թե ունի։ Ես պետք է տեսնեմ այդ ապացույցները, վաղը, ես այնտեղ կլինեմ, կեսգիշերին, հեռախոսը բերեք, այն ունի այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է ներս մտնելու համար։ Զանգն ավարտվեց, Մարիամը մնաց այնտեղ, ծածկոցի տակ, լսելով անձրը, որն այժմ մեղմ էր տեղում, նա նայեց հին հեռախոսին իր ձեռքերում, դա պարզ մոդել էր, բայց էկրանին պատկերված էր փոքրիկ լույսի խաչ, որպես պաստառ, նրա հայրն ամեն ինչ ծրագրել էր, մինչ վերջին մանրուքը։ Նա տաքսի կանչեց հավելվածով գնաց մոր տուն։ Արաբկիր, Սիլվան դուռը բացեց դեռս խալաթով, քնից այտուցված աչքերը լայն բացվեցին, տեսնելով իր թաց դստերը, Աստված իմ, Մարիամ, ինչ է պատահել, հարմարավետ տանը, ծածկոցի մեջ փաթաթված, մինչ Սիլվան երիցուկի թեյ էր պատրաստում։ Մարիամը ամեն ինչ պատմեց, դավաճանությունը, Ռաֆայելի սառնությունը, հոր հաղորդագրությունը, հետաքննիչը, Սիլվան լուռ լսում էր, ձեռքերը բաժակը այնքան ուժեղ սեղմած, որ մատների հոդերը սպիտակել էին, երբ Մարիամն ավարտեց, մայրը վեր կացավ գնաց ննջարան։ Վերադարձավ փորագրված փայտե տուփով։ Քո հայրն ինձ սա տվեց մեկ շաբաթ առաջ, հեռանալուց առաջ, ասաց, որ քեզ տամ, եթե մի օր ինձ մոտ գաս, ասելով, որ պետք է իմանաս ճշմարտությունը Ռաֆայելի մասին։ Մարիամը բացեց տուփը, ներսում կար ձեռագիր նամակ փոքրիկ ոսկե բանալի, փորագրված մվ սկզբնատառերով, նամակը սկսվում էր հոր անսխալական ձեռագրով. Իմ սիրելի Մարիամ, եթե սա կարդում ես, նշանակում է, որ վատագույնը հաստատվել է, ների ինձ, որ նախկինում չեմ պատմել քեզ, ես ուզում էի պաշտպանել քեզ, պաշտպանել քո երջանկությունը, բայց նա գիտեի, որ ճշմարտությունը միշտ իր ճանապարհն է գտնում, Ռաֆայելը նա չէ, ում դու կարծում ես, կամ ավելի ճիշտ, նա հենց այն է, ում դու կարծում ես, բայց այն պատճառներով, որոնք դու դեռ կբացահայտես, երբ ես նրան բերեցի ընկերություն, նրա մեջ իրական ներուժ տեսա։ Բայց նա ստվերներ տեսա, նա հին վիրավորանքներ է կրում, զգում է, որ աշխարհն իրեն ինչ-որ բան է պարտք, ես փորձեցի մեկ այլ ճանապարհ ցույց տալ, բայց նրա հավակնությունն ավելի մեծ էր, քան երախտագիտությունը։ Կյանքիս վերջին ամիսներին ես բացահայտեցի այնպիսի բաներ, որոնք չեմ կարող դնել այս նամակում, բայց ես ամեն ինչ պահել եմ քեզ համար, օգտագործիր այն, ինչ կգտնես իմաստությամբ, ոչ թե ոչնչացնելու, այլ կառուցելու համար, ոչ թե վրեժ լուծելու, այլ արդարություն հաստատելու համար, եւ հիշիր, դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Դու լույսի զավակ ես, ամբողջ սիրով, Վահան։ Մարիամը զգուշորեն ծալեց նամակը, պահեց այն սրտին կից, բանալին փայլում էր գիշերային լույսի տակ, նա հիշեց մի պահոց, որը հայրը պահում էր տանը, իր գրասենյակում, մի փոքրիկ պահոց, պատի մեջ ներկառուցված Սանա լճի նկարի հետում, նա միշտ մտածել էր, թե ինչ կար ներսում, այժմ հնարավոր է, որ նա պարզի, ինչ ես անելու, աղջիկս, Սիլվայի ձայնը մեղմ էր, բայց անհանգիստ, ես ճշմարտությունն եմ փնտրելու, վաղը երեկոյան կգնամ պահեստ, ես կիմանամ, թե ինչ է պապիկս պահել ինձ համար, եւ կորոշեմ, թե ինչ անել դրանով, զգույշ եղիր, Ռաֆայելը այլս այն մարդը չէ, ում դու ճանաչել ես, եթե նա ներգրավված է նրանում, ինչից քո հայրը կասկածում էր, դա կարող է վտանգավոր լինել, Մարիամը դիպավ որովայնին։ Երեխան ոտքով հարվածեց, կարծես համաձայնում է։ Կարծես ասում էր, որ ինքն էլ է արդարություն ուզում, ես զգույշ կլինեմ, բայց չեմ նահանջի, այդ գիշեր իր մանկության սենյակում պառկած շրջապատված ավելի պարզ ժամանակների հիշողություններով, Մարիամը չկարողացավ քնել, նա նայում էր առաստաղին, վերապրելով վերջին տարիների յուրաքանչյուր պահը, այն նշանները, որոնք անտեսել էր, այն արդարացումները, որոնք ընդունել էր, այն անգամները, երբ զգացել էր, որ ինչ-որ բան սխալ է, բայց ընտրել էր հավատալ, որ դա պարզապես տպավորություն էր։ Ռաֆայելը համոզիչ դերասան էր եղել։ Կամ գուցե նա չափազանց հեշտ հանդիսատես էր եղել, հուսահատորեն հավատալու հեքիաթին, նա մտածեց հոր մասին, ինչպես էր նա հեռատես եղել նույնիսկ վերջին պահերին, ինչպես էր ամեն ինչ պատրաստել, որպեսզի նա կարողանա իրեն պաշտպանել, Վահանը միշտ ասում էր, որ կյանքում կան պահեր, երբ պետք է ընտրել, ընդունել փոթորիկը, թե սովորել պարել անձրի տակ, Մարիամը որոշեց, որ պարելու է, բայց իր ռիթմով, եւ այն ուժով, որը հայրը նրան թողել էր որպես ժառանգություն, արածակ էր։ Երանն արթնանում էր ուժեղ արով մաքուր երկնքով, նա խորտ գիշերվա անձրից հետո, Մարիամը նախաճաշեց մոր հետ, զանգահարեց Կամիլա Սարգսյանին հանդիպում նշանակեց այդ կեսօրին, փաստաբանը, 50-ամյա, էլեգանտ խորաթափանց կին, Վահանի անձնական ընկերուհին էր եղել, նա Մարիամին ընդունեց գրասենյակում, սերտ գրկելով, Կամիլա Սարգսյանի գրասենյակը գտնվում էր կենտրոնի արտրային հատվածում, Երանի հին կենտրոնին հմայք հաղորդող վերականգնված պատմական շենքերից մեկում, Մարիամը բարձրացավ փայտե աստիճաններով, որոնք ճռճռում էին իր ոտքերի տակ, յուրաքանչյուր աստիճան արձագանքում
Էր կիրակի կեսօրվա լռության մեջ, փաստաբանը սպասում էր նրան ընդարձակ սենյակում, հնաոճ կահույքով իրավաբանական գրքերով լի դարակներով զարդարված, Կամիլան թարմ ջուր մատուցեց Մարիամի դիմաց նստեց լուրջ արտահայտությամբ. «Ձեր հայրը ինձ մոտ եկավ մահից 8 ամիս առաջ, նա անհանգստացած էր ընկերությունում տարօրինակ տեղաշարժերից, պայմանագրեր, որոնք նա չէր լիազորել, գոյություն չունեցող մատակարարների վճարումներ, փոխանցումներ դեպի հաշիվներ, որոնք նա չէր կարողանում հետագծել, նա սկսեց ինքնուրույն հետաքննել, բայ. Հասկացավ, որ մասնագիտական օգնության կարիք ունի, հենց այդ ժամանակ էլ նա վարձեց Հենրիկին, հենց այդպես, Հենրիկը զգույշ էր, հուսալի, Վահանը չէր ուզում ոչ ոքի տագնապեցնել, մինչ համոզված չլիներ, բայց որքան ավելի էր հետաքննում, այնքան ավելի շատ էր գտնում, Ռաֆայելը ստեղծել էր գործողությունների զուգահեռ ցանց, նա օգտագործում էր Կոստանյան շինարարական ընկերությունն ի հեղինակությունը մասնավոր պայմանագրեր կնքելու համար, յուրացնում էր միջոցների մի մասը, հաշիվներ էր պահում ուրվական ընկերությունների անունով, Մարիամը ձեռքերը սեղմեց իրար, իսկ Իզաբելլան կամուրջն էր, նա եկել էր մեկ այլ շինարարական ընկերությունից, որը սնանկացել էր ֆինանսական սկանդալների պատճառով, Ռաֆայելը նրան ճանաչել էր Գյումրիում կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Նրանք ներգրավվեցին ամեն ինչ միասին ծրագրեցին, նա մուտք գործեց Կոստանյան շինարարական ընկերություն որպես մարքեթինգի տնօրեն, մի պաշտոն, որը Ռաֆայելն առաջարկեց առաջ մղեց, ներքին մուտք ունենալով նա հեշտացնում էր ուրվական արշավների, գոյություն չունեցող ցառումների գովազդային պայմանագրերի ստեղծումը, որոնք երբեք չէին իրականացվում, գումարն ուղղակիորեն գնում էր թաքնված հաշիվներին, Կամիլան բացեց մի թղթապանակ հանեց փաստաթղթեր, ինչու իմ հայրը չբողոքեց, ինչու չբացահայտեց Ռաֆայելին։ Փաստաբանը հոգոց հանեց, Վահանը շատ մեծ սիրտ ունեցող մարդ էր, Մարիամ, դու դա գիտես, նա հույս ուներ, որ Ռաֆայելը կարող էր քավվել, նա երիտասարդին լուրջ զրույցի կանչեց, ասաց, որ ամեն ինչ գիտի, որ ապացույցներ ունի, բայց պատրաստ է հնարավորություն տալ, խնդրեց, որ Ռաֆայելը վերադարձնի այն, ինչ յուրացրել էր, հեռանա Իզաբելլայից սկսի նորից, Ռաֆայելը լաց եղավ, ներողություն խնդրեց, խոստացավ փոխվել, բայց չփոխվեց, ոչ, 2 շաբաթ անց յուրացումները վերսկսվեցին, բայց այս անգամ ավելի զգույշ, ավելի բարդ, Վահանը հասկացավ, որ թերագնահատել էր Ռաֆայելի հավակնությունը, հենց այդ ժամանակ էլ նա ամեն ինչ կազմակերպեց, ապացույցները պահեց ապահով տեղերում, հրահանգներ թողեց ինձ, Հենրիկին, քո մորը, և սպասեց, նա գիտեր, որ դու ի վերջո այդ տեղեկատվության կարիքը կունենաս։ Մարիամը, կոկո։ Ռթուն կծիկ զգաց, պապիկս միշտ մտածում էր իմ մասին, նույնիսկ երբ նա թուլացած էր, նա մտածում էր քո մասին, և այն թոռան մասին, ում դեռ չէր ճանաչել, բայց գիտեր, որ կգա, նրանք լուռ մնացին մի պահ։ Միայն դրսի մեքենաների ձայնն էր խախտում սենյակի լռությունը, Կամիլան ձեռքը դրեց Մարիամի ձեռքին, ինչ ես ուզում անել հիմա, ես ուզում եմ տեսնել ապացույցները, ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչի հետ եմ գործ ունենում, այսօր երեկոյան կգնամ պահեստ։ Կամիլան գլխով արեց, ես քեզ հետ կգամ։ Հենրիկը հուսալի է, բայց դու չպետք է մենակ գնաս, և մեզ պետք կլինեն վկաներ այն ամենի համար, ինչ կգտնենք այնտեղ, գիշերն աստիճանաբար մոտեցավ, Մարիամը քիչ կերավ, անհանգստությունը սեղմում էր ստամոքսը, նա հագավ մուգ հագուստ, սպորտային տաբատ լայն բլուզ, որը հարմար էր որովայնին, Սիլվան պնդեց, որ ուղեկցի նրանց, բայց Մարիամը հաստատակամ էր, դու արդեն արել ես քո մասը, մայրիկ, այժմ իմ հերթն է, Կոստանյան շինարարական ընկերությունը, ի պահեստը Շենկավիթի արդյունաբերական թաղամասում 3 հարկանի հին շենք էր, որը ծառայում էր որպես նյութերի հին փաստաթղթերի պահեստ, այն գտնվում էր քիչ մարդաշատ փողոցում, շրջապատված այլ պահեստներով, որոնք գիշերը լուռ էին քնած, Կամիլան մեքենա վարեց այնտեղ, նրանք կայանեցին կողային մուտքից մի քանի մետր հեռավորության վրա։ Հենրիկն արդեն սպասում էր, հենված մուգ մեքենային, հետաքննիչը 40-ամյա տղամարդ էր, կարճ կտրված մոխրագույն մազերով, ուշադիր աչքերով, որոնք կարծես ընկալում էին շրջապատի ամեն մանրուքը, նա ողջունեց Մարիամին ամուր ձեռքսեղմումով։ Շնորհակալություն ինձ վստահելու համար, ձեր հայրը մեծ մարդ էր, ես կպատվեմ նրա հիշատակը, օգնելով ձեզ, նրանք մտան կողային դարպասով, որը Հենրիկը բացեց վարպետ բանալիով, պահեստի ներսում հին փայտի խոնավության հոտ էր գալիս, բարձր դարակները ձգվում էին երկար միջանցքներով։ Հենրիկը մի հզոր լապտեր վառեց նրանց առաջնորդեց միջանցքներով մինչ առաջին հարկի հետնամասը, այնտեղ, արխիվային արկղերի դարակաշարի հետում թաքնված, կար մետաղական դուռ, էլեկտրոնային վահանակով, ձեր հայրն անձամբ է տեղադրել սա, ընկերությունում ոչ ոք չգիտի, որ այն գոյություն ունի, օգտագործեք այն հեռախոսը, որը նա թողել է ձեզ, Մարիամը սարքը մոտեցրեց վահանակին, կարճ ձայն հնչեց, դուռը մետաղական կտտոցով բացվեց, ներսում կար փոքրիկ սենյակ, գրեթե խուց, սեղանով, հին համակարգչով մի քանի թղթապանակներով,
Տարակաշարերում կազմակերպված, հակառակ պատին ոսկեգույնով նկարված էր լույսի խաչը, Մարիամը խոնարհումով դիպավ խորհրդանիշին, Կամիլան սկսեց ուսումնասիրել թղթապանակները, յուրաքանչյուրն ուներ ճշգրիտ պիտակներ, խարդախ պայմանագրեր, չլիազորված փոխանցումներ, ուրվական հաշիվներ, ներքին հաղորդակցություններ, կային նամսատվերով պիտակավորված ֆլեշ կրիչներ, Հենրիկը միացրեց համակարգիչը, էկրանը գաղտնաբար խնդրեց, Մարիամը մուտքագրեց հոր ծննդյան ամսաթիվը, սխալ, նա փորձեց ծնողների ամուսնության ամսաթիվը, սխալ։ Ապա նա ինտուիցիա ունեցավ, մուտքագրեց իր ծննդյան ամսաթիվը, էկրանը բացվեց, սկսեցին հայտնվել ֆայլեր, էլեկտրոնային նամակներ, որոնք Ռաֆայելը փոխանակել էր Իզաբելայի հետ, աղյուսակներ, որոնք մանրամասնում էին յուրաքանչյուր յուրացում։ Զրույցների սքրինշոթեր, որտեղ նրանք քննարկում էին ինչպես թաքցնել գումարները, հանդիպումների գրառումներ, որտեղ Վահանը դիմակայել էր Ռաֆայելին, աուդիո ձայնագրություններ, որտեղ Ռաֆայելը խոստանում էր փոխվել, բայց հետո զանգահարում էր Իզաբելային, ծիծաղելով աներոջ միամտության վրա։ Մարիամը լսեց ձայնագրություններից մեկը, Ռաֆայելի ձայնը սառն էր, ցինիկ, նա կարծում է, որ ես հիմար եմ, կարծում է, որ ես հրաժարվելու եմ այն ամենից, ինչ կառուցել եմ, պարզապես այն պատճառով, որ նա իմացավ, Վահան Կոստանյանն ինձ հնարավորություն տվեց, դա ճիշտ է, բայց նա ինձ շղթայի վրա էր պահում, միշտ փեսա, երբեք որդի, միշտ աշխատող, երբեք գործընկեր, հիմա նա չափազանց շատ գիտի, մենք ստիպված կլինենք արագացնել ժամանակացույցը, Իզաբելան պատասխանեց գայթակղիչ ձայնով, հանգիստ, սերս, թող նա մտածի, որ վերահսկում է։ Երբ Մարիամը երեխան ունենա, բաժնետոմսերն անցնում են նրան, եւ նրան հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել, մենք շարունակում ենք պլանը, եւս 1 տարի մենք բավականաչափ գումար կունենանք անհետանալու համար, Մարիամը դադարեցրեց ձայնագրությունը։ Ձեռքերը դողում էին զայրույթից ու տխրու թյունից, Կամիլան ձեռքը դրեց նրա ուսին, դու հիմա պետք չէ ավելին լսես, պետք է, ես պետք է ամեն ինչ իմանամ, նրանք ժամեր անցկացրին այդ սենյակում, ուսումնասիրելով փաստաթղթերը, Հենրիկը լուսանկարում էր յուրաքանչյուր էջը, կատալոգացնում էր յուրաքանչյուր ապացույց, Կամիլան իրավաբանական նշումներ էր կազմում, բացահայտելով այն հանցագործությունները, որոնք կարող էին ապացուցվել, Մարիամն ամեն ինչ կլանում էր ցավի աճող վճռականության խառնուրդով, ամեն մի թուղթ, որ կարդում էր, ամեն մի աուդիո, որ լսում էր։ Պատրանքի շերտ էր, որը թափվում էր, այն մարդը, ում հետ ամուսնացել էր, երբեք գոյություն չէր ունեցել, կամ գուցե կարճ ժամանակով գոյություն էր ունեցել, մինչ հավակնությունը նրան լիովին կոռումպացրեց, մի թղթապանակ գրավեց նրա ուշադրությունը։ Այն պիտակավորված էր անձնական պատմություն Ռաֆայել Ռաֆայելյան վերնագրով, ներսում կար տեղեկատվություն, որը Վահանը հավաքել էր Փեսայի անցյալի մասին, Ռաֆայելը եկել էր Լոռու մարզի խոնար ընտանիքից, հայրը որ մնադիր էր, մայրը դերձակուհի։ Նա մեծացել էր, տեսնելով, թե ինչպես են ծնո խներն աշխատում մինչ հյուծում իրենց երեխաներին նվազագույն արժանապատիվ կյանք ապահովելու համար, նա խելացի էր, լավ ուսանող, ստացել էր Կրթաթոշակ Վանաձորի համալսարանում, գերազանցությամբ ավարտել ճարտարագիտությունը։ Բայց աղքատության նշանը երբեք չհեռացավ նրանից, ընդհակառակը, այն վերածվեց բաց վերքի, կային Վահանի սեփական գրառումները, Ռաֆայելը փայլուն է, բայց վիրավորանք է կրում, զգում է, որ աշխարհն իրեն ինչ-որ բան է պարտք այն ամենի համար, ինչ նա անցել է։ Ես փորձեցի ցույց տալ, որ երախտագիտությունն ու աշխատանքն ավելի շատ դռներ են բացում, քան դառնությունը, բայց ես տեսնում եմ, որ նախանձի ստվերն աճում է նրա մեջ, նա նայում է ինձ տեսնում արտոնություն, նայում է Մարիամին տեսնում ժառանգուհի, նայում է իրեն տեսնում հավերժական երկրորդ տեղը։ Մարիամը փակեց թղթապանակը, այժմ հասկանում էր, Ռաֆայելը նրան չէր սիրել այն անձի համար, ով նա էր, այլ այն բանի համար, ինչ նա ներկայացնում էր, մուտք, օրինականություն, դեպի գագաթ տանող կարճ ճանապարհ, եւ երբ նա հասկացավ, որ նույնիսկ նրա հետ ամուսնանալով նա դեռ կդիտվի որպես փեսա, այլ ոչ թե ժառանգորդ, հիասթափությունը թույնի վերածվեց, հիշողությունները հեղեղեցին նրա միտքը, նա հիշեց առաջին անգամը, երբ Ռաֆայելին բերել էր տուն ընտրելու, Վահանը նրան ընդունել էր քաղաքավարությամբ, հարցեր էր տվել նրա գաղափարների մասին, ուշադիր լսել, երեկոյի վերջում նա առաջարկել էր պրակտիկա ընկերությունում, Ռաֆայելն ընդունել էր, աչքերը փայլելով, Մարիամը կարծել էր, որ դա երախտագիտություն է, այժմ հասկանում էր, որ դա ագահություն էր։ Նա հիշեց հարսանիքը, Ռաֆայելը զոհասեղանին, կատարյալ ժպիտ։ Փորձված խոսքեր, երդվում էր հավերժական սեր, Մարիամը հավատացել էր ամեն մի վանկին, բայց երեկույթի լուսանկարներում, որոնք արված էին առանց դիրքի, կար մի պատկեր, որն այժմ նոր իմաստ էր ստանում, Ռաֆայելը Վահանին նայում էր տարօրինակ կերպով, դա սեր չէր։
դա հաշվարկ էր, նա հիշեց, երբ իմացան հղիության մասին, Ռաֆայելը երկար վայրկյաններ լուռ էր մնացել ժպտալուց առաջ, նա դա վերագրել էր զարմանքին, բայց գուցե դա հիասթափություն էր, երեխան նշանակում էր, որ նա ավելի շուտ կժառանգի բաժնետոմսերը։ Ավելի քիչ ժամանակ։ Նրա համար, յուրացումները ամրապնդելու համար, առանց բացահայտվելու, Մարիամը հաջորդ օրերն անցկացրեց փակված այն բնակարանում, որը Կամիլան պահում էր Նոր Նորքի էլիտար թաղամասում, քաղաքից դուրս եկող հաճախորդներին ընդունելու համար, այնտեղ, շրջապատված փաստաթղթերով, համակարգիչներով, ապացույցներով, նա փոխվեց, փխրուն դավաճանված կինը տեղը զիջեց վճռական ռազմավարին, երեխան աճում էր նրա ներսում, ամեն մի հարված կարծես հիշեցում էր, որ նա մենակ չէր պայքարում, այլ երկու կյանքի համար։ Կամիլան ամեն օր այցելում էր։ Բերելով սնունդ, որը Սիլվան մայրական սիրով էր պատրաստում, Հենրիկն ամեն ինչ համակարգում էր զինվորական ճշգրտությամբ, փաստաթղթերը կազմակերպվեցին ժամանակագրական կարգով, յուրաքանչյուր յուրացում ուներ ամսաթիվ, արժեք, նպատակային հաշիվ։ Ձայնագրությունները վերծանվեցին, էլեկտրոնային նամակները տպագրվեցին, կատալոգացվեցին, դա հսկայական հանելուկ էր, բայց այժմ բոլոր կտորները տեղում էին, բացահայտելով միլիարդավոր դրամների խարդախություն, մենք պետք է ռազմավարական լինենք, ասաց Կամիլան, ակնոցները շտկելով, մի ինչ պայմանագիր էր ուսումնասիրում, եթե հիմա սա հանձնենք իշխանություններին, Ռաֆայելն ու Իզաբելան ժամանակ կունենան հետքերը թաքցնելու, ալիբի ստեղծելու, լավագույն փաստաբաններին վարձելու համար, Կոստանյան շինարարական ընկերությունը հրապարակայնորեն կպղծվի, նրա անմեղ աշխատակիցները կտուժեն հետանքներից, Մարիամը համաձայնեց, ապա ինչ ենք անում, Հենրիկը խոսեց, ես պարզեցի, որ Ռաֆայելը կազմակերպում է մեծ կորպորատիվ միջոցառում, այն տեղի կունենա 2 շաբաթից է Արմենիա Մարիոթ հյուրանոցում, Արարատի մարզի բիզնես էլիտան ներկա կլինի, նա կհայտարարի միլիոնավոր դոլարների միջազգային ներդրման մասին Ֆրանսիա ընդլայնման համար, ամեն ինչ շվակ է, իրականում նա ուզում է օգտագործել այս հայտարարությունը, սխեմային վերջնական հեղինակություն տալու գումարը վերջնականապես արտասահման փոխանցելու համար, Մարիամը զգաց, որ զարկերակն արագանում է, ապա մենք 2 շաբաթ ունենք, ոչ, ուղղեց Կամիլան, մենք ավելի քիչ ժամանակ ունենք։ Որովհետև մենք պետք է ամեն ինչ կատարելապես պատրաստենք, մենք չենք կարող նույնիսկ մեկ մանրուք սխալվել, եթե մենք հրապարակայնորեն բացահայտելու ենք Ռաֆայելին այդ միջոցառմանը, մենք պետք է բացարձակապես վստահ լինենք, որ ապացույցներն անհերքելի են, որ մենք նրան պաշտպանվելու տեղ չենք տա, ինչպես ենք դա անելու։ Հենրիկը բացեց նոթբուքը, պտտեց էկրանը, որպեսզի նրանք տեսնեն, Ռաֆայելի շնորհանդեսը կցուցադրվի մեծ էկրաններով, նա աուդիովիզուալ ընկերություն է վարձել, ես կապ հաստատեցի պատասխանատու տեխնիկի հետ։ Համեմատաբար ողջամիտ գումարի դիմաց նա ինձ մուտք կտա համակարգ, մենք կարող ենք կանխել։ Շնորհանդեսը փոխարինել մեր նյութով, Մարիամը շուրթը կծեց, դա ռիսկային է, այո, համաձայնեց Կամիլան, բայց դա ազդեցիկ է, եւ կապահովի, որ բոլորը միաժամանակ տեսնեն ճշմարտությունը, քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ։ Հնարավոր չի լինի լռեցնել, իսկ հետո շարունակեց փաստաբանը, ես արդեն կտեղեկացնեմ դատախազությանը, վստահելի դատախազը ներկա կլինի միջոցառմանը թիմի հետ, այն պահին, երբ ապացույցները կցուցադրվեն, նրանք կգործեն։ Ռաֆայելն ու Իզաբելան հրապարակայնորեն կբախվեն, Կոստանյան շին։ Արարական ընկերությունը ստիպված կլինի դիրքորոշում ընդունել, եւ դուք, որպես մեծամասնական ժառանգուհի, կստանձնեք վերահսկողությունը, կմաքրեք ձեր հոր կառուցած ընկերության անունը։ Մարիամը փակեց աչքերը, պլանի մասշտաբը սարսափելի էր, բայց անհրաժեշտ։ Իսկ Իզաբելան, նա կփորձի փախչել, Հենրիկը կես ժպիտով ժպտաց, ես արդեն հետում եմ նրա շարժումներին, եթե նա փորձի երկրից դուրս գալ, ես կիմանամ, ես կապեր ունեմ քննչական կոմիտեում, որոնք կկանխեն դա։ Հաջորդ օրերին Մարիամն ապրում էր հուզական ամերիկյան բլուրների վրա, կային պարզության ուժի պահեր, երբ նա իրեն տեսնում էր որպես մարտիկ, որը պատրաստվում էր պայքարել հոր պատվի համար, բայց կային նա թուլության պահեր, հատկապես գիշերը, երբ նա մենակ էր։ Ռաֆայելի հետ լավ ժամանակների հիշողությունները ներխուժում էին նրա միտքը, արդյոք դրանից ինչ-որ մաս իրական էր եղել, արդյոք նա մի օր իսկապես սիրել էր նրան, կամ արդյոք ամեն ինչ միշտ եղել էր սառը հաշվարկված պլանի մաս, նրա հեռախոսը չէր դադարում զանգել։ Ռաֆայելը համառորեն զանգում էր, հաղորդագրություններ էր ուղարկում։ Սկզբում դրանք մեղադրանքներ էին, որտեղ ես, ինչու ես ինձնից խուսափում, ապա դրանք աղերսանքների վերածվեցին, Մարիամ, մենք պետք է խոսենք, ես կարող եմ ամեն ինչ բացատրել, կային նույնիսկ ավելի մանիպուլյատիվ հաղորդագրություններ։ Ես անհանգստացած եմ քո մեր երեխայի համար, վերադարձիր տուն, նա չէր պատասխանում, յուրաքանչյուր բաց թողնված զանգ հիշեցում էր, որ նա պետք է ուշադիր մնա, Կամիլան խորհուրդ տվեց չարգելափակել համարը, ավելի լավ է իմանալ, որ նա փորձում է կապվել։ Եթե արգելափակես, նա կարող է
Ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել, Սիլվան այցելեց երրորդ օրը, բերեց մաքուր հագուստ երկար րոպեներ գրկեց դստերը։ Լավ ես, աղջիկս, Մարիամը գլխով արեց, այո, մայրիկ, ես ավելի լավ եմ, քան եղել եմ ամիսներ շարունակ, առաջին անգամ եմ զգում, որ ես վերահսկում եմ իմ կյանքը, քո հայրը հպարտ կլիներ, Մարիամը ժպտաց արցունքների միջով, ես գիտեմ, ես զգում եմ նրան ինձ հետ, կարծես ամեն անգամ, երբ նայում եմ այս ապացույցներին, ես լսում եմ նրա ձայնը, որն ինձ ասում է քաջ լինել։ Մի կեսօր Հենրիկը մտահոգիչ լուրերով եկավ, Ռաֆայելն ու Իզաբելլան հանդիպել են Հյուսիսային պողոտայի ռեստորանում, ես կարողացա ձայնագրել զրույցի մի մասը, նա միացրեց աուդիոն, Ռաֆայելի ձայնը լարված էր, նա անհետացել է, Իզաբելլա, 4 օր է, ինչ չգիտեմ, թե նա որտեղ է։ Նրա մայրը չի պատասխանում իմ զանգերին, նրա ընկերներն ասում են, որ ոչինչ չգիտեն, Իզաբելլան պատասխանեց զայրացած, կարծում ես, որ նա ինչ-որ բան է իմացել, չգիտեմ, հնարավոր չէ, ապացույցները Վահանի մոտ էին, նա ինչ մահացել է ավելի քան 1 տարի առաջ, բայց ինչ, եթե նա ինչ-որ բան է թողել պահած, անհնար է, ես խուզարկել եմ նրա գրասենյակը, ոչինչ չեմ գտել, բացի ընկերության փաստաթղթերից, նա ժամանակ չուներ ոչինչ կազմակերպելու մինչ։ Մարիամը դադարեցրեց աուդիոն, մինչ ինչ, նա նայեց Կամիլային Հենրիկին, նրանք խոսում են, կարծես ինչ-որ կապ ունեն իմ հոր հեռանալու հետ, Կամիլան վարանեց, ձեր հայրը թուլացած էր, Մարիամ, բժիշկներն ասացին, որ սիրտը, բայց ինչ, եթե դա բնական չէր, իսկ ինչ, եթե նրանք ինչ-որ բան են արել, Հենրիկը ձեռքը բարձրացրեց, մենք դրա ապացույցներ չունենք, եւ հիմա այդ ճանապարհով գնալը կարող է շեղել մեզ կենտրոնից, մենք կպահպանենք ռազմավարությունը, բացահայտել ֆինանսական յուրացումները, եթե ուրիշ բան լինի, կհայտնվի հետաքննությունների ընթացքում, Մարիամը խորը շունչ քաշեց։ Նա ճիշտ էր, նա չէր կարող կորցնել իրեն շահարկումների մեջ, նա պետք է կենտրոնանար այն բանի վրա, ինչը կոնկրետ էր, անհերքելի, միջոցառումից առաջ ընկած շաբաթվա ընթացքում լարվածությունն աճեց։ Հենրիկն ավարտում էր վերջին մանրամասները աուդիովիզուալ տեխնիկի հետ, Կամիլան Մարիամի հետ փորձում էր, թե ինչ պետք է ասի, երբ պահը գա, դու պետք է ուժեղ լինես, դու պետք է նրա աչքերին նայես չվարանես, ես չեմ վարանի, նրանք կփորձեն քեզ հուզականորեն ապակայունացնել, նրանք կասեն, որ դու թուլացած ես հղիության պատճառով, որ շփոթված ես, որ քեզ վրա ազդել են, դու պետք է պատրաստ լինես, Մարիամը դիպավ որովայնին, ես պատրաստ եմ, ինձ համար իմ որդու համար, նա կմեծանա, իմանալով, որ իր մայրը պայքարել է ճշմարտության համար։ Միջոցառումից 2 օր առաջ Մարիամը նախածննդյան խորհրդատվուտ յուն ունեցավ մանկաբարձի հետ, նա Սիլվային էլ տարավ, բժշկուհին ամեն ինչ ուշադիր զննեց, երեխան լավ է, բայց դուք, Մարիամ, շատ սթրեսի տակ եք, նրա սրտի բաբախյունները դա են արտացոլում, դուք պետք է հանգստանաք, Մարիամը խոստացավ, որ հետո կհանգստանա։ Միայն մի քանի օր էլ, բժշկուհի, հետո ամեն ինչ լավ կլինի, միջոցառման նախօրեին Հենրիկը վերջնական հանդիպում հրավիրեց, բոլոր նախապատրաստությունները ավարտված են, վաղը երեկոյան 8-ին սկսվում է ճաշկերույթը, 9:30-ին Ռաֆայելը բարձրանում է բեմ, շնորհանդեսի համար, 9:40-ին, երբ նա հրաման կտա սլայդները սկսելու համար, մեր նյութը կմտնի դրա փոխարեն, 3 րոպե տեսանյութեր, աուդիոներ, փաստաթղթեր, բավական է ամեն ինչ ցույց տալու համար, Կամիլան ավելացրեց։ Դատախազ Պողոս Հովհաննիսյանը ներկա կլինի աննկատ թիմի հետ, այն պահին, երբ ցուցադրությունն ավարտվի, նա կգործի, Մարիամ, դու սրահում կլինես, Մարիամը գլխով արեց, այո, ես չեմ թաքնվի, ես ուզում եմ, որ Ռաֆայելն ինձ տեսնի, ես ուզում եմ, որ նա իմանա, որ ես եմ ճշմարտությունը բացահայտել, այդ գիշեր Մարիամը գրեթե չքնեց, երբ վերջապես քնեց, երազեց հոր մասին, երազում Վահանը նստած էր հին տան պատշգամբում, նայելով լճին, նա մոտեցավ, հայրը ժպտաց, դու պատրաստ ես, աղջիկս, միշտ էլ պատրաստ ես եղել, պարզապես պետք է ինքդ բացահայտեիր դա։ Նա արթնացավ տաք սրտով արցունքոտ աչքերով, Արմենիա Մարիոթ հյուրանոցն այդ գիշեր շքեղ էր, ոսկե լույսերը լուսավորում էին պատմական շենքի ճակատը, ներմուծված մեքենաները կանգնում էին մուտքի մոտ, թողնելով գործարարների քաղաքական գործիչների տոնական հագուստով, գլխավոր սրահը վերածվել էր միջազգային մրցանակաբաշխության արժանի տեսարանի, կլոր սեղաններ, ծածկված սպիտակ սփռոցներով, էկզոտիկ ծաղիկների կոմպոզիցիաներ, բյուրեղապակյա բաժակներ, որոնք արտացոլում էին հսկայական ջահերի լույսը, Երանը ցույց էր տալիս իր ամենաբարդ կողմը։ Մարիամը ժամանեց 8:15-ին, նա կրում էր մուգ կապույտ երկար զգեստ, որը Սիլվան էր ընտրել, էլեգանտ զուսպ կտրվածքով, որը հարմար էր որովայնին, առանց շռայլության, մազերը հավաքված էին ցածր հանգույցով, մեղմ դիմահարդարումը ընդգծում էր նրա նշած աչքերը, նա կրում էր մարգարտյա վզնոց, որը իր տատիկինն էր եղել, Կամիլան նրա կողքին էր, էլեգանտ մոխրագույն կոստյումով, Հենրիկը հետում էր մի քանի քայլ հետ, ուշադիր ամեն շարժմանը, երբ Մարիամը մտավ սրահ, մի պահ լռություն տիրեց, գլուխները շրջվեցին։
Սկսվեցին շշուկները, Ռաֆայել Ռաֆայելյանի հղի կինը, որը անհետացել էր 2 շաբաթ առաջ, հայտնվեց շինարարական ընկերության համար տարվա ամենակարևոր միջոցառմանը։ Ռաֆայելը բեմի մոտ էր, խոսելով պորտուգալացի ներդրողների խմբի հետ, երբ նա տեսավ նրան, նրա դեմքը գույնը կորցրեց։ Իզաբելան շքեղ կարմիր կիպ զգեստով մի քանի մետր հեռավորության վրա էր, նրա ժպիտը մահացավ շուրթերին։ Ռաֆայելը հատեց սրահը դեպի Մարիամ, մարդիկ ճանապարհ էին բացում, զգալով լարվածությունը օդում։ Մարիամ, ի՞նչ ես անում այստեղ։ Նա նրան նայեց այնպիսի հանգստությամբ, որը զարմացրեց իրեն։ Ես եկել եմ իմ հոր ընկերության միջոցառմանը, չգիտեի, որ թույլտվություն է պետք, մենք պետք է խոսենք, հիմա խոսելու ոչինչ չկա, Ռաֆայել, վայելիր քո երեկոն, այն անմոռանալի կլինի։ Կամիլան նուրբ դիպավ Մարիամի թին, նրա Մենք հեռացան, քայլելով դեպի սրահի հետնամասի սեղանը, որտեղից բեմի արտոնյալ տեսարան ունեին։ Հենրիկը տեղավորվեց ձայնային խցիկի մոտ, որտեղ աուդիովիզուալ տեխնիկը, պայմանավորվածության համաձայն, կատարում էր վերջնական կարգավորումները։ Ճաշը մատուցվեց։ Մարիամը քիչ կերավ, ստամոքսը սեղմված անհանգստությունից, շուրջը զրույցներ բիզնեսի, քաղաքականության, ֆուտբոլի մասին, ոչ ոք չգիտեր, որ առաջիկա ժամերին այն ամենը, ինչին հավատում էին Ռաֆայել Ռաֆայելյանի մասին, կոչնչանար։ Նա շուրջը նայեց, գտավ դատախազ Պողոս Հովհաննիսյանին, նա կողային սեղանի մոտ էր, 2 օգնականի ուղեկցությամբ, նրա աչքերը մեկ վայրկյանով խաչվեցին Մարիամի աչքերի հետ, նա գրեթե աննկատ ժեստ արեց գլխով, նա պատրաստ էր, 9:30 արարողության վարողը բարձրացավ բեմ, լռություն խնդրեց։ Մեծ գոհունակությամբ հրավիրում եմ Կոստանյան շինարարական ընկերությունն ի գործադիր տնօրեն Ռաֆայել Ռաֆայելյանին, ներկայացնելու մեր ընկերության պատմության ամենահավակնոտ նախագիծը։ Քաղաքավարի ծափահարություններ հնչեցին սրահում, Ռաֆայելը բարձրացավ բեմ, իր սովորական Աշվարկված ժպիտով, շնորհակալություն հայտնեց բոլորի ներկայության համար, կատակներ արեց, որոնք ծիծաղ առաջացրին, նա հմայիչ էր, խոսուն, համոզիչ, Մարիամը դիտում էր, մտածելով, թե քանի անգամ էր այդ տաղանդը օգտագործվել լավ մարդկանց խաբելու համար։ Մենք այսօր այստեղ ենք, սկսեց Ռաֆայելը, հայտարարելու Կոստանյան շինարարական ընկերությունն ի միջազգային ընդլայնման մասին։ Ամիսների բանակցություններից հետո մենք համագործակցություն հաստատեցինք Ֆրանսիայի Ալեքսանյան խումբի հետ, Փարիզում շքեղ բնակելի համալիր կառուցելու համար, ներդրումը 50 միլիոն եվրո է, տպավորված շշուկներ անցան սրահով, Ռաֆայելը ժեստ արեց տեխնիկին, եթե թույլ կտաք, ես շնորհանդես եմ պատրաստել նախագիծը մանրամասնելու համար, լույսերը մարեցին։ Սրահի շուրջը 3 հսկայական էկրաններ լուսավորվեցին, Մարիամը շունչը պահեց, Ռաֆայելը սեղմեց հեռակառավարման վահանակը, բայց ճարտարապետական մատուցումներով գունավոր սլայդների փոխարեն, էկրանը բոլորովին այլ բան ցույց տվեց, մի ֆինանսական աղյուսակ։ Մանրամասն, մանրակրկիտ, անհերքելի, միլիոնավոր դրամների Ոխանցումները Կոստանյան շինարարական ընկերությունն իր ուրվական հաշիվներին, ամսաթվերը, արժեքները, ստացողները, ամեն ինչ այնտեղ ընդլայնված, որպեսզի բոլորը տեսնեն, Ռաֆայելն անշարժ մնաց, հեռակառավարման վահանակը ընկավ նրա ձեռքից, ինչ է սա։ Նա զայրույթով նայեց ձայնային տեխնիկին, անջատիր սա հիմա, բայց պատկերները շարունակվում էին, հիմա դրանք էլեկտրոնային նամակներ էին, Ռաֆայելից Իզաբելային, մանրամասնելով, թե ինչպես յուրացնել միջոցները, առանց կասկած հարուցելու, ապա խարթախ պայմանագրեր։ Գոյություն չունեցող մատակարարների հետ, ընկերություններ, որոնք իրական հասցե չունեին, կեղծ հաշիվ ապրանքագրեր, սրահում բացարձակ լռություն էր, բոլոր աչքերը կպած էին էկրաններին, ապա եկավ աուդիոն, Ռաֆայելի ձայնը, զանգի պես պարզ։ Վահան Կոստանյանն ինձ հնարավորություն տվեց, դա ճիշտ է, բայց նա ինձ շղթայի վրա էր պահում, միշտ փեսա, երբեք որդի, միշտ աշխատող, երբեք գործընկեր, հիմա նա չափազանց շատ գիտի, մենք ստիպված կլինենք արագացնել ժամանակացույցը։ Զարմանքի բացականչություններ հնչեցին սրահում, Ռաֆայելը գունատ է։ Քրտինքը հոսում էր ճակատից, Իզաբելան փորձեց աննկատ վեր կենալ իր սեղանից, բայց Հենրիկն արդեն կողքին էր, արգելափակելով փախուստի ցանկացած փորձ, վերջնական տեսանյութը սկսվեց, դա Վահան Կոստանյանն էր, ձայնագրված իր գրասենյակում, մահից շաբաթներ առաջ, այն մարդը, ում բոլորն այնտեղ ճանաչում հարգում էին, ավելի նիհար էր թվում, տեսանելիորեն թուլացած, բայց աչքերը լի էին վճռականությամբ, եթե այս տեսանյութը ցուցադրվում է, նշանակում է, որ իմ կասկածները հաստատվել են։ Ռաֆայել Ռաֆայելյանը, այն մարդը, ում ես որդու պես ընդունեցի, դավաճանեց իմ վստահությունը, նա յուրացրեց ընկերության միջոցները, որը ես կառուցել էի տասնամյակների ազնիվ աշխատանքով, նա մանիպուլյացիայի ենթարկեց պայմանագրերը, ստեղծեց ուրվական ընկերություններ, խաբեց հաճախորդներին գործընկերներին, եւ ամենավատը, նա ներգրավեց իմ դստերը այս սարդոստայնի մեջ, բայց ես թույլ չեմ տա, որ նա ոչնչացնի Կոստանյան շինարարական ընկերությունն ի ժառանգությունը, ես թողել եմ բոլոր անհրաժեշտ ապացույցները։
Ես հրահանգներ եմ թողել, որպեսզի ճշմարտությունը բացահայտ վի, և ես վերջնական խնդրանք եմ թողել իմ դստեր Մարիամին։ Ուժեղ եղիր, իմ սիրելի, դու ավելի շատ ուժ ունես, քան կարծում ես, թույլ մի տուր, որ խավարը հաղթի, վառիր լույսը, էկրանը սացավ, սրահի լույսերը դանդաղ վառվեցին, լռությունը գերեզմանական էր, ապա ալիքի պես սկսվեցին շշուկները։ Մարդիկ Ռաֆայելին նայում էին սարսափով, զզվանքով, անհավատությամբ, Մարիամին նայում էին կարեկցանքով, հիացմունքով, Ռաֆայելը փորձեց խոսել, սա սուտ է, սա մանիպուլյացիայի է ենթարկվել, Վահանը հիվանդ էր, շփոթված, բայց նրա ձայնը հուսահատ էր, դատարկ։ Ոչ ոք չէր հավատում, ինչպես կարող էին, ապացույցներն անհերքելի էին, Պողոս Հովհաննիսյանը վեր կացավ, քայլեց դեպի բեմ, մուտքի մոտ նա ուներ քննչական կոմիտեի թիմ, Ռաֆայել Ռաֆայելյան, Իզաբելլա Հարությունյան, դուք հետաքննվում եք միջոցների յուրացման կորպորատիվ խմբավորում ստեղծելու, կեղծ ինքնության խարդախության համար, դուք պետք է ինձ հետ գաք, պարզաբանումներ տալու համար, Ռաֆայելը դեռ փորձում էր վիճել, բայց երկու գործակալ արդեն նրա կողքին էին, Իզաբելլան, ով փորձել էր վերջին փախուստը կողային միջանցքով, կանգնեցվեց Հենրիկի կողմից հետ բ. Երվեց սրահ, նա Մարիամին նայեց մաքուր ատելությամբ, դու կզղջաս դրա համար, Մարիամը վեր կացավ, քայլելով մինչ Իզաբելլայի դիմաց կանգնելը, երբեք, ասաց նա հաստատակամ ձայնով, միակ զղջումը, որ ունեմ, այն է, որ ճշմարտությունը նախկինում չտեսա։ Ռաֆայելին տարան բեմից, ձեռնաշղթաներով, հարյուրավոր վկաների ցնցված հայացքների ներքո, երբ նա անցավ Մարիամի կողքով, կանգ առավ, նրա աչքերը կարմիր էին, ոչ թե արցունքներից, այլ անզոր զայրույթից, դու չգիտես, թե ինչ արեցիր, ես հստակ գիտեմ, թե ինչ արեցի, ես պատվեցի իմ հոր հիշատակը, ես պաշտպանեցի նրա ընկերությունը, և ապահովեցի, որ իմ որդին երբեք չմեծանա, կարծելով, որ անազնվությունը հատուցվում է, Ռաֆայելին քարշ տվեցին սրահից դուրս, Իզաբելլան հետեց նրան, գլխիկոր, կարմիր զգեստը հիմա կարծես մեղքի նշան լիներ։ Մարիամը մնաց այնտեղ, սրահի կենտրոնում, հղի, հյուծված, բայց հաղթական, մարդիկ սկսեցին մոտենալ, գործարարները ներողություն էին խնդրում Ռաֆայելին հավատալու համար, լրագրողները հարցազրույցներ էին ուզում, նա մերժեց բոլորին, Կամիլան գրկեց նրան։ Դու հրաշալի է։ Մարիամը խորը շունչ քաշեց, դեռ չի ավարտվել, հիմա սկսվում է դժվար մասը, վերակառուցել, հաջորդ օրերին լուրը պայթեց բոլոր լրատվամիջոցներում, Կոստանյան շինարարական ընկերությունն ի սկանդալը բոլոր շապիկներին էր, բայց հակառակ նրան, ինչից Կամիլան վախեցել էր, ընկերությունը չպղծվեց որպես հանցակից, տիրապետող պատմությունն այն էր, որ մի քաջ դուստր պատվեց հոր ժառանգությունը բացահայտեց իրական մեղավորներին, Վահան Կոստանյանը հիշվեց որպես հեռատես հերոս, Մարիամը, որպես արժանի ժառանգուհի, Ռաֆայելն ու Իզաբելլան անցան ինտենսիվ հարցաքննությունների միջով, Վահանի, Հենրիկի Կամիլայի կողմից հավաքված ապացույցներն անհերքելի էին, հնարավոր պաշտպանություն չկար, միայն պատժի որոշումը, հաջորդող ամիսները վերակառուցման էին, Մարիամը պաշտոնապես ստանձնեց Կոստանյան շինարարական ընկերությունն ի ղեկավարությունը արտակարգ ժողովում, որին ներկա էին բոլոր փոքր բաժնետերերը աշխատակիցները, կանգնած ավելի քան 200 մարդու առջ, 8-ամսյա որովայնով, որն ընդգծում էր երեխայի ծննդի մոտիկությունը, նա խոսեց հաստատակամ զված ձայնով, իմ հայրը կառուցել է այս ընկերությունը ազնվությամբ աշխատանքով, ոմանք փորձեցին պղծել այդ ժառանգությունը, բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, Կոստանյան շինարարական ընկերությունը շարունակում է կանգուն մնալ։ Մեր նախագծերը ամուր են, մեր աշխատակիցներն ազնիվ են, և ես խոստանում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որ կպատվեմ իմ հոր հիշատակը, հոգ տանելով այս ընկերության մասին նույն նվիրվածությամբ, ինչ նա ուներ, ծափահարությունները լցրեցին դահլիճը։ Շատերի աչքերում արցունքներ կային։ Մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ աշխատել էին շինարարական ընկերությունում, ովքեր Վահանին ճանաչում էին սկզբից, ովքեր տեսել էին ընկերության աճը, նրանք այնտեղ էին ոչ թե պարտավորությունից, այլ հավատարմությունից։ Մարիամը զգաց պատասխանատվության բեռը, բայց նա այն ուժը, որը գալիս էր մենակ չլինելուց, Կամիլան շարունակեց որպես ընկերության փաստաբան, այժմ նա որպես մշտական իրավական խորհրդատու, Հենրիկը վարձվեց որպես անվտանգության կորպորատիվ ամբողջականության տնօրեն, ապահովելով, որ նման բան այլևս երբեք տեղի չունենա, նոր տնօրեններ ընտրվեցին խնամքով, անթերի պատմություն ունեցող մարդիկ արժեքներ, որոնք համահունչ էին այն էթիկային, որը Վահանը միշտ պաշտպանել էր, Ռաֆայելի Իզաբելլայի դատավարությունը ձգձգվեց ամիսներ շարունակ, բայց արդյունքն անխուսափելի էր։ Ապացույցներն անհերքելի էին, ազատ արձակելու տեղ չկար, միայն պատժի որոշումը, դատական նիստերի ընթացքում Մարիամը ներկա էր բոլորին, ոչ թե զայրույթից, այլ որովհետև հավատում էր, որ պետք է փակեր այդ շրջանը, դիմակայելով այն ամենին, ինչ տեղի էր ունեցել։ Ռաֆայելը
Տարբեր էր, ավելի նիհար, քունքերին մոխրագույն մազեր էին հայտնվել, հոգնած հայացք, երբ նա նայում էր Մարիամին, այլս ամբարտավանություն չկար, միայն ինչ-որ բան, որը կարող էր մեկնաբանվել որպես զղջում, կամ գուցե պարզապես դիմակը այդքան ժամանակ պահելու հոգնածություն։ Այն օրը, երբ նրան կանչեցին ցուցմունք տալու, նա ամեն ինչ ընդունեց, նա նկարագրեց յուրաքանչյուր յուրացում, յուրաքանչյուր սուտ, յուրաքանչյուր մանիպուլյացիա, դատավորը հարցրեց. «Պարոն, դուք գիտակցո՞ւմ եք ձեր արարքների ծանրությունը»։ Ռաֆայելը գլո ուխը կախեց. «Այո, մեծարգո դատարան, ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ, զգալով, որ պետք է ապացուցեմ իմ արժեքը։ Ես խոնարհ ընտանիքից էի, երբ Վահան Կոստանյանն ինձ ընդունեց երախտագիտության փոխարեն, ես նվաստացում զգացի։ Նա ինձ հնարավորություն էր տալիս, բայց ես դա որպես ողորմություն էի տեսնում, նա ինձ ուղղորդում էր, բայց ես դա որպես վերահսկողություն էի հասկանում, ընկերությունն աճում էր, բայց ես շարունակում էի մնալ փեսա, ոչ թե ժառանգորդ, դա ինձ սպառեց։ Ես սկսեցի փոքրից, յուրացնելով փոքր գումարներ, արդարացնելով, որ ես դրան արժանի եմ, հետո դա ստիպողական դարձավ, երբ Վահանը բացահայտեց ինձ հնարավորություն տվեց, ես պետք է ընդունեի, բայց հպարտությունը թույլ չտվեց, ես կարծեցի, որ ավելի խելացի եմ, ես կարծեցի, որ կարող եմ բոլորին հավերժ խաբել։ Իսկ տիկին Մարիամը, դատավորը մատնացույց արեց այնտեղ, որտեղ նա նստած էր, ինչ եք զգում նրան հիմա նայելիս։ Ռաֆայելը դեմքը շրջեց դեպի Մարիամ, նրա աչքերը արցունքներով լցվեցին, ամոթ եմ զգում, նա երբեք ինձ ոչինչ չի արել, բացի ինձ սիրելուց։ Եվ ես օգտագործեցի այդ սերը որպես գործիք, ես ամեն օր ստում էի նրան, ես մանիպուլյացիայի ենթարկեցի նրա զգացմունքները, եւ երբ նա կրում էր մեր որդուն, ես նրան վերաբերվեցի սառնությամբ արամարանքով, ես արդարացում չունեմ, ես ներում չունեմ, ես միայն վստահ եմ, որ նա արժանի էր ինձնից շատ ավելի լավին։ Իզաբելային նույնպես կանչեցին ցուցմունք տալու, ի տարբերություն Ռաֆայելի, նա իրական զղջում չէր ցուցաբերում, այլ պարզապես անխուսափելիի դեմ պայքարելու հոգնածություն։ Նա հաստատեց իր մասնակցությունը բոլոր սխեմաներին, նա խոստովանեց, որ Ռաֆայելին ճանաչում էր տարիներ առաջվանից, որ նրանք միասին էին ծրագրել ներթափանցումը Կոստանյան շինարարական ընկերություն, երբ դատախազը հարցրեց, թե ինչու է նա համաձայնվել մասնակցել, նա ցինիզմով պատասխանեց, որովհետև ես գումար էի ուզում։ Որովհետև կարծեցի, որ արժանի եմ ավելի լավ կյանքի, քան ունեցել եմ, եւ որովհետև նա ինձ համոզեց, որ Վահան Կոստանյանը պարզապես արտոնյալ ծերուկ էր, ով չէր կարոտի։ Դատավճիռը կայացվեց սեպտեմբերի մի անձրոտ կեսօրին։ Ռաֆայելը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման միջ ոցների յուրացման գեղձ ինքնության անօրինական ձեռնարկատիրական գործունեության համար, Իզաբելան ստացավ 8 տարի նույն մեղադրանքով, ավելի փոքր պատիժ, արդարադատության հետ մասնակի համագործակցության համար, երկուսն էլ կորցրեցին բոլոր իրավունքները։ Կոստանյան շինարարական ընկերությունն ի հետ կապված ցանկացած գույքի նկատմամբ, յուրացված գումարները կփոխհատուցվեն գույքի բռնագրավման աճուրդների միջոցով։ Մարիամը դատարանից դուրս եկավ Կամիլայի կողքին, մեղմ անձր էր տեղում։ Նրանք կանգնած էին մուտքի ծածկոցի տակ, սպասելով Հենրիկի մեքենային։ Ինչպես ես զգում քեզ, թեթացած եւ տխուր։ Հնարավոր է երկու բանը միաժամանակ զգալ։ Կամիլան ժպտաց։ Շատ հնարավոր է։ Մեկ շաբաթ անց Մարիամի մոտ ծննդաբերություն սկսվեց։ Դա առավոտյան 3-ին էր, ուժեղ կծկումներով, որոնք ստիպեցին նրան արթնացնել Սիլվային, ով նրա հետ էր մնում դատավարությունից հետո։ Նրանք շտապեցին հիվանդանոց Երանի դատարկ փողոցներով անհանգիստ վազքով։ 12 ժամ անց ծնվեց Դավիթը, առողջ, ուժեղ, բուռն լացով, որը կյանքով լցրեց ծննդատունը։ Երբ Մարիամն առաջին անգամ բռնեց նրան, առատորեն լաց եղավ, ցավի, ուրախության, վախի, հույսի արցունքներ, ամեն ինչ խառնված հույզերի պտույտի մեջ, որը միայն առաջին անգամ մայր դարձած կինը կարող է հասկանալ։ Նա նայեց այդ ճմրթված վարդագույն դեմքին, փակ աչքերին, մանրիկ մատներին, որոնք անհամաչափ ուժով բռնում էին նրա ցուցամատը։ Ողջույն, Դավիթ, ես քո մայրն եմ, եւ խոստանում եմ, որ դու կմեծանաս շրջապատված ճշմարիտ սիրով, անկախ նրանից, թե ինչ կլինի, դու կիմանաս, թե ինչ է ազնվությունը։ Բնավորությունը լույսը, Սիլվան կողքին էր, նույնպես լաց լինելով, Վահանը այնքան երջանիկ կլիներ, նա է մայրիկ, ես զգում եմ, նա այստեղ է մեզ հետ։ Մայրության առաջին ամիսներն ինտենսիվ էին, Մարիամը բաժանվում էր Դավիթին խնամելու ընկերությունը ղեկավարելու մեջ։ Նա ուներ հիանալի օգնության թիմ, թե տանը, թե աշխատանքում, բայց այնուամենայնիվ դա մարտահրավեր էր։ Կային գիշերներ, երբ նա որդուն գրկած էր, պայմանագրեր վերանայելիս, կային առավոտներ, երբ կրծքով էր կերակրում, տեսակոնֆերանսներին մասնակցելիս։ Բայց կային նա մաքուր շնորհի պահեր, դա Վիթի առաջին ժպիտը, Սանա լճի ափին նրա առաջին ծովային լոգանքը, առաջին անգամը, երբ նա բռնեց փոքրիկ արծաթե խաչը, որը Վահանին էր եղել, որը Մարիամը միշտ մոտ էր պահում, այդ պահերն ամեն ինչ արժանի էին դարձնում։
Նոյեմբերի մի օր Մարիամը կարևոր որոշում կայացրեց, նա Կամիլային Հենրիկին հրավիրեց հանդիպման, ես ուզում եմ Շենգավիթի հին պահեստը վերածել ինչ-որ հատուկ բանի, ես հիմնադրամ եմ ստեղծելու, մի վայր, որը նվիրված կլինի խոցելի վիճակում գտնվող կանանց օգնելուն։ Կանայք, ովքեր դավաճանվել են, ովքեր խաբվել են, ովքեր պետք է նորից սկսեն, եւ նա երեխաների համար, ովքեր աջակցության, կրթության, կառուցվածքի կարիք ունեն։ Կամիլան ժպտաց, ինչ անուն կտակ, Լույսի խաչ հիմնադրամ, իմ հոր հիշատակին, եւ այն ճանապարհին, որը նա լուսավորեց ինձ համար։ Հիմնադրամը սկսեց ձևավորվել, ճարտարապետներ վարձվեցին տարածքը վերանորոգելու համար, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, փաստաբաններ, մանկավարժներ ընտրվեցին թիմը համալրելու համար։ Մարիամը ներդրեց սեփական միջոցները, նա նվիրատվություններ հավաքեց գործարարներից, ովքեր հիանում էին նրա հաղթահարման պատմությամբ։ 6 ամսից Լույսի խաչ հիմնադրամը պատրաստ էր բացման հրավերում կար Վահանի մի արտահայտություն, վերցված այն նամակից, որը նա թողել էր Մարիամին, վառիր լույսը, որտեղ խավար կա, եղիր կամուրջ, որտեղ անդունդ կա։ Այս ընթացքում Մարիամը նա սկսեց ներքին մակարդակում մշակել մի հարց, որը գիտեր, որ մի օր պետք է դիմագրավի, ինչ ասել Դավիթին հոր մասին, երբ նա մեծանա սկսի հարցեր տալ, ինչ պատասխանել, նա երկար զրուցեց Սիլվայի, Կամիլայի, հիմնադրամի հոգեբան տիկին Թերեզայի հետ, եզրակացությունը, որին նա հասավ, պարզ էր, բայց խորը, նա կասեր ճշմարտությունը, բայց կարեկցանքով համեմված ճշմարտություն, նա կբացատրեր, որ երբեմն մարդիկ բարդ պատճառներով սխալ ընտրություններ են կատարում, որ նրա հայրը հրեշ չէր, այլ մի մարդ, ով կորցրել էր իր ճանապարհը։ Լույսի խաչ հիմնադրամի բացման առավոտը պարզ արոտ էր, Երանը ցույց էր տալիս իր լավագույն դեմքը, խորը կապույտ երկնքով, որը հակադրվում էր Սանա լճի կանաչավուն ծովին, Շենգավիթի հին պահեստը լիովին փոխվել էր։ Նախկինում մոխ լագույն պատերն այժմ ներկված էին բեժի սպիտակի մեղմ երանգներով, մեծ պատուհանները թույլ էին տալիս բնական լույսին հեղեղել տարածքները, կային հոգեբանական խորհրդատվության սենյակներ, անվճար իրավական խորհրդատվության տարածք, համայնքային գրադարան, մասնագիտական դասընթացների դասասենյակներ, խաղասենյակի տարածք երեխաների համար։ Մարիամը վաղ եկավ, ուղեկցությամբ Դավիթի, ով 3 տարեկանում աշխույժ հետաքրքրասեր երեխա էր, նա վազվզում էր միջանցքներով, հիացած գույներով, խաղալիքներով։ Սիլվան անմիջապես հետում էր։ Ժպտալով, տեսնելով իր թոռանը այդքան երջանիկ, Կամիլան Հենրիկը նույնպես ներկա էին, օգնելով կեսօրին տեղի ունենալիք արարողության վերջին նախապատրաստություններին, գլխավոր նախասրահի կենտրոնում տեղադրվել էր բրոնզե ցուցանակ։ Դրա վրա ռելիեֆով փորագրված էր Լույսի խաչը, իսկ ներքում բառեր։ Ի հիշատակ Վահան Կոստանյանի, ով մեզ սովորեցրեց, որ իրական հարստությունը ուրիշների ճանապարհը լուսավորելն է։ Մարիամը քնքշորեն դիպավ ցուցանակին, մենք կարողացանք, պապիկ, ժամը 2-ին մարդիկ սկսեցին գալ, կային ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքային իշխանություններ, գործընկեր գործարարներ, հատկապես կանայք ու երեխաներ, ովքեր կօգտվեին հիմնադրամի ծառայություններից, շատերը բերում էին Մարիամի պատմությանը նման ցավի պատմություններ, դավաճանություններ, լքվածություններ, պայքար նորից սկսելու համար, տեսնելով այդ դեմքերը Մարիամը հասկացավ, որ իր սեփական ցավը վերածվել է ավելի մեծ բանի, այն դարձել էր կամուրջ, որպեսզի այլ մարդիկ լույս գտնեն թունելի վերջում։ Տեր Անտոնը, ով տասնամյակներ շարունակ ուղեկցել էր Կոստանյանների ընտանիքին, Մարիամի ու Ռաֆայելի ամուսնությունը կատարել էր այն ժամանակներում, որոնք հիմա կարծես այլ կյանքի էին պատկանում, հուզիչ օրհնություն տվեց, թող այս տարածքը ապաստան լինի հոգնածների համար, հույս հուսահատների համար, լույս խավարում քայլողների համար, թող Վահան Կոստանյանի ժառանգուտ յունը շարունակի ապրել յուրաքանչյուր մարդու կյանքում, ով կանցնի այս դռներից։ Մարիամին հրավիրեցին ելույթ ունենալու, նա բարձրացավ նախասրահում տեղադրված փոքրիկ բեմ, Դավիթին գրկած, տղան բռնած էր փոքրիկ արծաթե խաչը, որը միշտ ուղեկցում էր մորը։ Հանդիսատեսը լռեց, նա խորը շունչ քաշեց, այս քաղաքն ականատես եղավ իմ կյանքի ամենադժվար պահին, երբ իմացա, որ այն մարդը, ում սիրում էի, ինձ դավաճանել էր բոլոր հնարավոր ձերով, կարծեցի, որ իմ աշխարհն ավարտվել է, ես հղի էի, միայնակ, կորած, բայց իրականում մենակ չէի։ Իմ հայրը, չնայած այլս ֆիզիկապես այստեղ չէր, լուսավոր ճանապարհ էր թողել, որպեսզի ես կարողանամ ինձ գտնել։ Նա ինձ սովորեցրեց, որ ցավը կարող է վերածվել նպատակի, որ խավարը պարզապես լույսի բացակայությունն է, որ մեզանից յուրաքանչյուրն ունի մոմ վառելու ուժը։ Նա դադարեց, աչքերը արցունքոտ, բայց ձայնը հաստատակամ։ Այս հիմնադրամը պարզապես շենք չէ, դա խոստում է, խոստում, որ ոչ մի կին ստիպված չէ մենակ դիմագրավել իր մարտերին, խոստում, որ յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու անվտանգ հարմարավետ միջավայր։ Իրում, խոստում, որ իմ հոր լույսը շարունակելու է փայլել, լուսավորելով կյանքեր, իմից դուրս, բոլոր բարի գալուստ Լույսի խաչ հիմնադրամ, ծափահարությունները պայթեցին նախասրահում, մարդիկ վեր կացան, ոմանք բացահայտորեն լաց էին լինում։
Մի երիտասարդ մայր մոտ 5 տարեկան երեխային ձեռքից բռնած մոտեցավ Մարիամին, նրա աչքերը նշանավորված էին անքուն գիշերներից, բայց նա հույսի կայծ կար, իմ անունը Ջուլիա է, ես անցա նման բանով, ինչով դուք անցաք։ Իմ նախկին ամուսինն ինձ առանց ոչնչի թողեց, ես չգիտեի, թե ինչպես եմ իմ որդուն պահելու, ես եկա այստեղ, որովհետև սոցիալական աշխատողն ինձ ասաց, որ գուցե դուք կարողանաք օգնել։ Մարիամը սեղմեց նրա ձեռքը, մենք կօգնենք, Ջուլիա, դու այլս մենակ չես։ Ջուլիայի կողքի երեխան նայեց Դավիթին ժպտաց, Դավիթը, միշտ շփվող, առաջարկեց արծաթե խաչը տղային տեսնելու համար, դա պապիկինն է, ասաց նա հպարտորեն, նա մեզ խնամում է այնտեղ երկնքից։ Մարիամը զգաց, որ սիրտը սեղմվում է, այդ անմեղությունը, այդ մաքրությունը, նա գիտեր, որ շուտով ստիպված կլինի դժվար զրույցներ ունենալ Դավիթի հետ, նա արդեն սկսել էր հարցեր տալ, որտեղ է պապիկը, ինչու նա մեզ հետ չի ապրում, մյուս տղաները հայր ունեն, ես էլ ունեմ, նա հիմնադրամի հոգեբան տիկին Թերեզան երկար զրուցել էին այդ մասին, Թերեզան խորհուրդ տվեց ազնվություն նրբությամբ։ Երեխաները զգում են, երբ մենք ինչ-որ բան ենք թաքցնում, բայց նրանց նա անհրաժեշտ է իրենց տարիքին համապատասխան տեղեկատվություն։ Դուք հիմա պետք չէ բոլոր մանրամասները տաք, բայց կարող եք սկսել ճշմարտության հիմքերը կառուցելուց, այդ գիշեր, երբ հյուրերը հեռացան։ Հիմնադրամը լուռ էր, Մարիամը Դավիթի հետ նստեց պատշգամբում, որը նայում էր լճին, տղան հոգնած էր, գրեթե քնած իր գրկում, երկինքը աստղերով էր շաղ տված։ Դավիթ, դու գիտես, որ պապիկ Վահանը շատ հատուկ էր, չէ՞։ Նա քնկոտ գլխով արեց, պապիկը լավն էր։ Այո, լավն էր, եւ նա մայրիկին շատ կարևոր բան սովորեցրեց, նա սովորեցրեց, որ բոլոր մարդիկ ընտրություններ են կատարում, որոշ ընտրություններ լավն են թույլ են տալիս լույսին փայլել, մյուս ընտրությունները վատն են խավար են բերում, քո հայրը, պապիկ Ռաֆայելը, միք անիվատ ընտրություններ արեց, Դավիթը բացեց աչքերը, հիմա ուշադիր լինելով, պապիկը վատ էր, ոչ, նա վատը չէ, բայց նա կորցրեց իրեն, գիտես, երբ դու մոլորվում ես խաղահրապարակում շփոթվում ես, այդպես էր, միայն թե նա այնքան էր կորցրել իրեն, որի վերջո վնասեց մարդկանց, եւ դրա համար նա ստիպված էր մի որոշ ժամանակ հեռու մնալ, նա կվերադառնա։ Մարիամը զգուշորեն ընտրեց բառերը, մի օր, երբ դու մեծանաս, կարող ես որոշել, ուզում ես նրան ճանաչել, թե ոչ, բայց առայժմ դու ունես մայրիկին, տատիկ Սիլվային, մորաքույր Կամիլային, հորեղբայր Հենրիկին, դու շատ մարդիկ ունես, ովքեր քեզ իսկապես սիրում են, եւ պապիկ Վահանը, նա ինձ էլ է սիրում, նա համբուրեց որդու ճակատը, շատ է սիրում, այնտեղից, որտեղ նա է, նա շատ է սիրում։ 3 օր անց Մարիամը նամակ ստացավ այն բանտից, որտեղ Ռաֆայելը պատիժ էր կրում, նա վարանեց բացելուց առաջ, նրա մի մասը չէր ուզում իմանալ, թե ինչ էր նա ասելու, բայց մեկ այլ մասը, այն մասը, որը դեռ հավատում էր մարդկային քավության հնարավորությանը, պետք է կարդար, նամակը ձեռագիր էր, Ռաֆայելի ձեռա գիրը նախկինում ամուր հաշվարկված, հիմա թեթակի դողում էր, Մարիամ, չգիտեմ, դու սա կկարդաս, թե ոչ, գուցե դեն նետես, հենց որ իմ անունը տեսնես, ես կհասկանայի, բայց այնուամենայնիվ գրում եմ, որովհետև պետք է ասեմ այն բաները, որոնք քաջություն չունեցա ասելու, երբ հնարավորություն ունեի, դու ամեն ինչում ճիշտ էիր, ես թույլ տվեցի ինձ սպառել նախանձից, հավակնությունից, այն զգացողությունից, որ աշխարհն ինձ ինչ-որ բան է պարտք, Վահանը առատաձեռն էր ինձ հետ։ Դու առատաձեռն էիր ինձ հետ, եւ ես դավաճանեցի երկուսիդ։ Ես ներում չեմ խնդրում, գիտեմ, որ արժանի չեմ, ես չեմ խնդրում, որ մոռանաս այն, ինչ արեցի, դա անհնար կլիներ, ես միայն խնդրում եմ, որ իմանաս, որ մեր որդին քո մեջ ունի այն մորը, որին ես երբեք արժանի չէի հայր լինել։ Խնամիր նրան ճշմարտությամբ, սովորեցրու նրան, թե ինչ է բնավորությունը, մի բան, որը ես չափազանց ուշ սովորեցի, եթե մի օր նա ուզենա ինձ ճանաչել, ես այստեղ կլինեմ, եթե երբեք չուզենա, ես կհասկանամ։ Շնորհակալություն արդարությունը վրեժխնդրության փոխարեն ընտրելու համար, դու կարող էիր ինձ լիովին չնչացնել, բայց դու ընտրեցիր բացահայտել ճշմարտությունը, թույլ տալ, որ օրենքը գնա իր ընթացքով, դա ավելին է ասում այն մասին, թե ով ես դու, քան բոլոր բառերը, որոնք ես կարող էի գրել, թող Դավիթը մեծանա քեզ նման, Վահանին նման, երբեք ինձ նման չլինի։ Ռաֆայել, Մարիամը զգուշորեն ծալեց նամակը, նրա սրտում զայրույթ չկար, ոչ էլ լիարժեք ներում, միայն հանգիստ ընդունում, որ այդ գլուխն ավարտված էր, Ռաֆայելը ստիպված կլիներ ապրել իր ընտրությունների հետանքներով, նա, մյուս կողմից, ընտրել էր ապրել նպատակով։ Լույսով, հույսով, նա նամակը պահեց մի արկղում, որտեղ պահում էր կարևոր փաստաթղթեր, գուցե մի օր ցույց կտա Դավիթին, երբ նա բավականաչափ մեծ լինի հասկանալու մարդկային ընտրությունների բարդությունը, երբ կարողանա հասկանալ, որ մարդիկ պարզապես լավ կամ վատ չեն, այլ անընդհատ կառուցվող էակներ, ունակ թե լույսի, թե ստվերի, ամիսներն անցան, լույսի խաչ հիմնադրամը բարգավաճում էր, տասնյակ կանայք շաբաթական սպասարկվում էին, երեխաները մասնակցում էին կրթական ծրագրերին, մասնագիտական դասընթացները լցնում էին սենյակները,
Մեն օր նորից սկսելու պատմություններ էին ծնվում։ Մարիամը իր ժամանակը բաժանում էր հիմնադրամի Կոստանյան շինարարական ընկերությունն ի միջ, որն այժմ լիովին մաքրված էր կրկին հարկված շուկայում, դեկտեմբերի մի կեսօր։ Հիմնադրամի բացումից ուղիղ 2 տարի անց Մարիամը գտնվում էր իր սիրելի պատշգամբում, որը նայում էր լճին։ Դավիթը, այժմ 5 տարեկան, կողքին խաղում էր շինարարական բլոկներով, Սիլվան ասեղնագործում էր ճոճվող աթոռին նստած, Արը սկսում էր մայր մտնել, երկինքը նկարելով նարնջագույնի վարդագույնի երանգներով։ Դա այն պարզ տեսարաններից էր, որոնք իրենց մեջ պարունակում էին աշխարհի ողջ խաղաղությունը։ Դավիթը նայեց արծաթե խաչին, որը դրված էր սուրճի սեղանին։ Մայրիկ, այդ խաչը իսկապես պապի կինն էր, չէ՞։ Մարիամը վերցրեց խաչը, տվեց որդուն։ Դա նրանն էր, հիմա քոնն է, որպեսզի միշտ հիշես, որ մենք լույսի զավակներ ենք։ Ինչ է նշանակում լույսի զավակ լինել։ Դա նշանակում է հիշել, որ անկախ նրանից, թե ինչ կլինի, անկախ նրանից, թե որքան մութ թվա գիշերը, մենք միշտ կարող ենք ընտրել մոմ վառել, մենք միշտ կարող ենք ընտրել բարիք անել, մենք միշտ կարող ենք ընտրել ճշմարտությունը։ Դավիթը խաչը բռնեց անհամաչափ հարգանքով այդքան փոքր երեխայի համար։ Ես հավերժ կպահեմ, եւ ես գիտեմ, որ կպահես։ Արը լիովին մայր մտավ, քաղաքի լույսերը սկսեցին վառվել մեկ առ մեկ։ Երանը շնչում էր կյանք, երաժշտություն, հույս այնտեղ, այդ պատշգամբում, այդ հիմնադրամում, որը ծնվել էր ցավից վերածվել ապաստանի։ Մարիամը լիովին հասկացավ, թե ինչ էր փորձել սովորեցնել հայրը։ Խավարն իրական է, ցավն իրական է, դավաճանությունն իրական է, բայց դրանցից ոչ մեկն ավելի ուժեղ չէ, քան լույսը վառելու գիտակցված ընտրությունը։ Նա նայեց Դավիթին, Սիլվային, արծաթե խաչին, լճին, որը ականատես էր եղել իր պատմության այդքան շատ գլուխների, եւ ժպտաց, իսկական ժպիտ, այլս ոչ այն դիմակը, որը նա այդքան ժամանակ կրել էր, մի ժպիտ, այն մարդու, ով գոյատել էր փոթորկից, սովորել էր ոչ միայն պարել անձրի տակ, այլ ուրիշներին սովորեցնել անել նույնը։ Լույսի խաչը ի ներքո անցյալը քավություն գտավ, եւ ապագան նոր սկիզբ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի պատմությունը, լույսի խաչը, ի ճանապարհորդությունը հուզել են ձեր սրտերը։ Նման պատմությունները հիշեցնում են մեզ, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ կա մի լույս, որը պետք է վառվի։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, նույնքան գրավիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են դավաճանությունը, հաղթահարումը, արդարությունը, քավությունը։ Դրանք կգտնեք այստեղ կողքին, ձեր ձախ կողմում սեղմելով, եթե քաջության նոր սկզբի այս պատմությունը արձագանք գտավ ձեր մեջ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, թողնել ձեր հավանումը այս տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք խորանում են կյանքի բարդության, մեզ սահմանող ընտրությունների այն ուժի մեջ, որը մենք բացահայտում ենք։ Երբ ամեն ինչ կորած է թվում, մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մենք ուզում ենք լսել ձեզ մեկնաբանություններում։ Ինչ կանեիք Մարիամի տեղը, ինչպես կդիմագրավեիք ճշմարտությանը, երբ երեխան մեծանար, կիսվեք ձեր մտորումներով մեզ հետ, մինչ հաջորդ պատմությունը, հիշեք, միշտ եղեք լույսի զավակներ։